Տեղի է ունենում 21-րդ դարի փետրվարին Վանաձորում բացահայտված աղմկահարույց մի դատավարություն։ Ջրի երես են դուրս եկել մի շարք ճշմարտություններ։ Ծանուցում, ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոտքի դատարանն է գալիս։ Միաու։ Ում են ասում, ոտքի դատարանն է գալիս։ Միաու։ Ոտքի։ Միաու, ոտքի դատարանն է գալիս։ Ոտքի, ոտքի։ Միաու։ Կարող եք նստել։ Միաու։ Նստեք, նստեք։ Միաու։ Հանգիստ նստեք։ Առանց երկար բարակ ներկայացնելու նշենք, որ մեղադրյալը 1972 թվականին Զարտուղի ճանապարհով Շիրակի մարզից ներգաղթել է Լորվա մարզ, նրա վրա կա 75 մեղադրանք, ներս բերել մեղադրյալին։ Հարգարժան մեղադրյալ, ընդունում եք, որ ձեր մեղքերն ավելի շատ են, քան ձեր աշխատավարձը։ Միաու, միաու, զբաղեցրեք ձեր տեղը դահլիճում, մյուս մեղավորների կողքին։ Նստեք, նստեք։ Մեղադրյալ Սերգեյ Թորգոմի Մելիքյանը 1993 թվականին հիմնադրել է Վանաձորի տեխնիկային թատրոնը։ Ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ մինչև տեխնիկայինի հիմնադրումը մեղադրյալը 23 տարի աշխատել է Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում։ Այո։ Որտեղ խաղալուց հետո հասկացել է, որ իրական դրաման ոչ թե բեմում է, այլ կուլիսներում։ Միաու, հանցագործության համար մեղադրողը համարվում է անմեղ, քանի դեռ դատարանը չի հաստատել, որ նա իր ձեռքով է ստեղծել մի թատրոն, որտեղ նույնիսկ տիկնիկներն են սկսել բամբասել, իսկ փայտե դերասանները ավելի կենդանի են, քան իրականները։ Այո։ Ես կռահում եմ, որ նա տեխնիկային թատրոն է հիմնադրել, որովհետև տեխնիկները երբեք չեն ուշանում փորձից։ Մինչև վերջնական դատավճիռը, եկեք տեսնենք ինչ հանցանքներ է գործել վարպետը։ Մենք տեսնենք։ Միաու։ Մինչև 2020 թվականը մեղադրյանն աշխատել է որպես գործադիր տնօրեն։ Դա էլ քիչ է։ Նա գեղարվեստական ղեկավար է։ Բայց նրա մեղքերը դրանով չեն եզրափակվում։ Այո։ Միաու, անդամակցել է ԽՍՀՄ և Հայաստանի թատերական ու տեխնիկային արվեստի գործիչների միություններին և այլն։ Այո, դու ճիշտ ես։ Նրա հանցանքները վավերացրել են մշակույթի նախարարությունը, նրան արժանացնելով ոսկե մեդալի։ Ոսկե Դա էլ քիչ է։ Հանրապետության նախագահը նրան պարգևատրել է երախտագիտության մեդալով, ավելի ծանրացնելով նրա հանցանքը։ Ալգերի դատարան, Հոբելյարի հանցանքների մասին նոր տեղեկություն կհաղորդի մեր առաջին վկան։ Թող ներս գա։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը կարևոր ուղերձ ունի, որը կներկայացնի սիրված արտիստ, դրամատուրգ Էլֆիկ Զորաբյան։ Այո, խնդրեմ։ Սիրելի վարպետ, շնորհավորում եմ։ Ձեզ մաղթում եմ համբերություն և ձեր աստվածահաճո գործը, մանուկների հոգում բարություն սերմանելու գործը շարունակելու կյանք։ Եթե ոչինչ արած չլինեիք այս քաղաքի համար,
միայն տիկնիկային թատրոնի հիմնումը և երկար տարիներ նվիրումով աշխատելը, ղեկավարելը արդեն մեծ ներդրում է քաղաքի համար։ Այս վերջին շաբաթը մենք այս թատրոնի անձնակազմը և ես պարոն Պապիկյանի կողքին էինք։ Գիշերը ժամը 2-ին ուղարկում եմ ձայնագրություն, երաժշտություն, մյուսը մոնտաժում է, մյուսը ձայնագրում է, մյուսը փոքր բալիկներին թողած գալիս է փորձի։ Մի խոսքով այս ամենը ցույց է տալիս, որ բոլորիս մեկ կարևոր նպատակ է միավորել, արժևորել ձեր գործունեությունը և որպեսզի դուք գնահատված գաք։ Եվ այդ ամենը շնորհիվ այս թատրոնի սիրելի արտիստների Սուսաննա Մարգարյանի, Արսինե Արսենյանի, Վասիլ Նազլուքանյանի, Հովհաննես և Լիլիթ Հարությունյանների, Մարինե Սոլոյանի և Ալլա Դարբինյանի։ Խնդրում եմ ծափարենք նրանց։ Եվ մեծապես արժևորելով ձեր անցած ճանապարհը, պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության Թատերական գործիչների միության նախագահ պարոն Ղազանչյանի անունից ձեզ հանձնել հետևյալը։ Թատերարվեստին մատուցած ծառայությունների համար և Հոբելյանի առթիվ Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհում Սերգեյ Մելիքյանին։ Առաջարկում եմ մեղադրյալի պատժին ավելացնել ևս 5 տարի, այսօրվա մեդալի համար։ Հարգելի դատարան, կարելի է մի խոսք, մենք շատ կարևոր հյուրեր ունենք և կուզենայի այս պահին խոսքը տրամադրել Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը։ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Վանաձորի համայնքապետարան։ Շնորհավորագիր տրվում է Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմադրիչ, տիկնիկագործ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Սերգեյ Մելիքյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ։ Սիրելի վարպետ, շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-րդ տարեդարձը։ Ձեր ապրած կյանքը, ստեղծագործական ուղին նվիրվում է տիկնիկային թատերարվեստին, նրա զարգացմանն ու ճանաչմանը։ Մտավորականի բոլոր շնորհերով արվեստի մարդու ստեղծարարությամբ ձեր ամբողջ սերը, եռանդը ներդրել եք Վանաձոր քաղաքի տիկնիկային թատրոնի ստեղծման գործում, ստեղծելով հեքիաթային աշխարհ, հրաշագործ կերպարներ։ Դուք անմնացող ծառայել եք հայ մշակույթին, նվիրել ձեր սիրած գործին և երկար տարիներ արարել հանուն մատաղ սերնդի, գեղագիտական դաստիարակության և տիկնիկային թատերարվեստի կենսունակ զարգացման։ Կրկին շնորհավորելով մաղթում եմ ձեզ առողջություն և խաղաղ տարիներ, լեցուն եռանդով, ստեղծագործական նոր ծրագրերով և հաջողություններով։ Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյան։ Դատարանը գնում է խորհրդակցության, իսկ դուք դատավարության հարգելի մասնակիցներ վայելեք այս երգը։ Երգում է Վանաձորի երգի թատրոնի մեներքիչ Արգիշտի Վարդանյանը։
Աշխատել այստեղ մեր մեծարգո Մելիքյանի հրավերով համավարյա ներկայացումներին և ուրախ եմ նաև հնարավորություն եմ երկու խոսք ասել։ Ժամանակը մեր կյանքի ամենաանողոք երևույթներից մեկն է, այն մեզնից ստանում է երիտասարդությունը, թարմությունը, բայց իմաստուն մարդիկ այդ նույն ժամանակից կարողանում են վերցնել բարի համբավ, լավ հուշեր, լավ ընկերներ։ Մեր Մելիքյանը այդ իմաստուններից է, որ վերցրել է և հարստացել է նման երևույթներով և դեռ շատ երկար տարիներ հարստանալ է։ Ծափարեք երկրս դեպակայացել։ Շնորհավոր պարոն Մելիքյան ջան։ Զարմանալի է կյանքը մեր, մի հանելուկ դարձած
ենք միասին ինքիրը նա իմ տարավերն է իշտ ես իմ հոր նման լուսին ծավակվերից կյանքի ճապին կանգնած ենք միասին ես շարքության ախյուր է նվիրել իմ ծաղներս կյանքից գավատը վար ուշերով լծված հարստացել ես նպատակներիս ամեն հասել եմ բայց դեր ունել մեծ հարություն տեսնեք միայն այն օրը իմ հորն եմ ես գրկում նպատակներիս ամեն հասել եմ բայց դեր ունել մեծ հարություն տեսնեք միայն այն օրը իմ հորն եմ ես գրկում Առաջի անգամ ես բեմ բարձրացա ֆրանսերեն դասատուն էինք, բեմադրեց բժիշկ Այգոլիտը ֆրանսերեն ներկայացում էր, ես խաղում էի Տոտո Լելեֆանտո, մինչև հիմա հիշում եմ դա։ Ամեն ինչի երազեցի, ձեռք սկցեցի, շատ քիչ տևեց ու ամեն ինչ մնաց իմ մեջ կիսատ ու մինչև ես առաջի անգամ ոտք դրեցի դրամատիկ բեմ, ինձ վստահեցին գերմանացի զինվորի դեր, խաղացի ու այդ առաջի այդ բանից հետո ես արդեն ուրիշ բան չէի մտածում, ես մտածում եմ մենակ բեմ, մենակ թատրոն, Չարլի, իմ լավ բարեկամ է, իմ ուսուցիչ։ Երևի իմ գիտակից կյանքը արվեստում սկիզբ է արել հենց քեզնով։ Դեռ անցյալ դարում երբ բավականին պատանի հասակում ծանոթացա քեզ հետ, Կիրովականի ուսուցիչների տան տիկնիկային խմբակում։ Հիմա ես այս խոսքերը քեզ ուղղելով ոչ միայն իմ անունից եմ արտաբերում, այլ ուզում եմ ասել մեր սերնդի այն բոլոր սաների անունից, որոնք իրենց ստեղծագործական ուղու ակունքները ստացել են հենց քո մկրտությամբ։ Երևի այսօր այս դարիճում ներկա են նաև նրանցից ոմանք, որոնք կհաստատեն այդ։ Սերգեյ Միլիքյան, դու ստեղծեցիր այն, ինչ որ անհնարին էր այն ցուրտ ու մութ տարիներին։ Այդ դժվարին օրերին ես եղել եմ քո կողքին եւ կարող եմ հաստատել, թե ինչ տարապանքի ուղիներով դու անցար մինչև ավարտին հասցրիր քո կյանքի ամենակարևոր ուխտը։ Եվ ոչ միայն քո, այլ նաև մեր եւ այս ճկնա քաղաքի երեխաների երազանքը։
Եվ քո ստեղծած երազանքի պատումներից օգտվեցին ոչ միայն մեր քաղաքի փոքրիկները, այլ նաև հանրապետության շրջանները եւ նույնիսկ Արցախի մանուկները։ Եվ այդ բոլոր արարքներիդ համար դու պատասխան ես տալու, պարտավոր ես պատասխան տալ։ Բայց անհոգեր, այսօր քո դատապաշտպաններն են քո ստեղծած թատրոնի ամբողջ ազդակազմը, քաղաքի բոլոր մտավորականներն ու քաղաքի ղեկավարությունը։ Եվ վերջում ես ուզում եմ շնորհավորել քեզ, իմ լավ ընկեր Չարլի։ Պատշան ծնունդդ շնորհավոր, իմ ուժ, իմ հպարտություն։ Ափսոս որ Թալիչում չեմ քո հարազատ թատրոնում, իմ սերնդակիցները հենց այդ թատրոնում են տեսել բարիությունը, գեղեցիկը, թե ինչպես է միշտ բարին հաղթել Չարին։ Պապ ջան, իմ շնորհալի ու ազնիվ, միշտ գնահատված լինես։ Շնորհակալություն հայրիկիս տոն նվիրող բոլոր բարի մարդկանց։ Ողջույն սիրելի հայրիկ, քո ծննդյան կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս եւ նաեւ այն միլիոնավոր, հազարավոր երեխաներին, ում դու տարիներ շարունակ արարել ես հեքիաթ ես նվիրել։ Եվ ինչ էր բոլորին խնդրում եմ, չընդունես որպես դավաճանություն, ինչ դատավճիռը որ լինի իմացինք, մենք միշտ քո հետ ենք եւ քո կողքին ենք, քո արարող տեսակը, դու այնքան շատ բան ես արել քաղաքի համար, երկրի համար, որ հուսով եմ դատավճիռը մեղք լինի։ Ահա թե ինչ։ Տեսնում եք, հարգելի դատարան, մենք որքան ուզում ենք վարպետին մեղադրել, մարդիկ այնքան նրան գովում են ու շնորհավորում։ Շարունակենք դատը։ Վարպետի շնորհիվ տիկնիկային թատրոնը դարձավ շատերիս մանկության անբաժան մաս։ Պատկերացնում եք, նա 30 մանկական ու տիկնիկային ներկայացումների բեմադրող է ու հեղինակ։ Սերգեյ Մելիքյանը նաև մարզային մասսայական միջոցառումների նկարչական ձևավորումն է արել։ Տասնյակ գեղեցկական մանրապատումների հեղինակ է։ Չմոռանանք նաև որ Ուքանա հեռուստաֆիլմի բեմադրող ռեժիսորն է։ Հարգարժան դատավոր, մենք իրեղենապացույց ենք գտել Սերգեյ Մելիքյանի թատերական գործունեության վերաբերյալ։ Եվ նա չի կարող ժխտել։ Ապա, ներկայացրեք։ Ողջույն Չարլի, իմ բարի օրերին բեմական խաղընկեր, ոնց է չեմ տեսել քեզ, կյանքն է կայծակի արագությամբ, ու դեպ կամիոն ռոտորիկը քշում տանում է ամեն ինչ, այնուամենայնիվ պատրաստվում է այն կախարդական շրջանակը, որ կոչվում է բեմ, սա այն հեքիաթն է, որ բույն ջուսեց մեր մեջ, ձգվեց խորացավ ու չվերջացավ։ Այն հաղթենք այսօրվա օտար ու սարը դեմքերից գնանք այնտեղ, որտեղից եկել ենք, և կհավաքչենք բեմական քաղցր բերուշի ակնթարթները։ Ահասի ես բերում եմ երեկույթերի ճամբրուկը ու խաչեցին մեր անցյալն ու ներկան։ Շնորհակալ եմ Չարլի, իմ թանկագին Իվան Ռոմանիչ, ինձ խաղերներ լինելու համար, և քո ծննդյան հարավոր տարիքը կշնորհավորի քո Իրինան, քույրերից կրտսերը, որին դու շատ էիր սիրում։ Ահա բնի վրա չորաշնանտերումներ են ու հատուկեն ճերմակ աթոռներ։ Դու բեմ էիր մտնում, լրագրերով ու ձեռնափայտով, անհատ արթում էիր, և լրագրի արանքից քո աչքն ավելի շատ բան էր տեսնում, քան մյուսների բաց աչքը։ Լրագիրը կարծես քո հույզերն ու ցավը ծածկելու միջոց էր։ Դու խաղում էիր այնպես, կարծես չէիր խաղում, ու դեմքիդ վրա անընդհատ խաղում էր մեղմ հեգնանք քո շուրջը կատարվող ամեն ինչի հանդեպ։ Քո Իրինա Գրետա Մեջլինա։
Հարգելի դատարան։ Այո։ Հուսանք կավելանան նրա տարիները։ Դատարանը իհարկե 10 տարի կավելացնի։ Տեսնում եմ, որ մարզպետարանի ներկայացուցիչն ուզում է ցուցմունք տալ Հոբելյանի մասին։ Հիշեցնենք, որ կեղծ ցուցմունքի համար դատ է հասնում։ Այո։ Հարգելի դատարան, մեր մարզպետարանի անձնակազմը այսօր չցանկացավ ներկայանալ դատարան և վկայություն տալ։ Խնդրում եմ ներողամիտ գտնվեք։ Ինչպես հասկանալի է։ Լավ, միաու։ այդ դեպքում դատարանը կրկին գնում է խորհրդակցության։ Մեր դատարանն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով, որքան շատ ես անում, այնքան շատ է պատժվելու մարդը։ Շատ աշխատողին շան է շապին։ Հոբելյանի երգը դեռ երգված չէ։ Եվ դրա համար այստեղ են գրավիրում երգի թատրոնի երգչուհի Սյուզաննա Ասուլյանին։ Կլսենք նրա երգը։ Christmas.
Հարգարժան դատարան։ Այո։ Մենք նոր իրեղենապացույց ենք գտել Սերգեյ Մելիքյանը, բեմադրել է մոտ 30 ներկայացում եւ այն նույնպես չի կարող ժխտել։ Օհո։ Դե թող ներկայացնեն։ Ներկայացումից հատվածներ դիտենք։ Դիտենք։ Միաու։ Միաու։ Մեր մեծ ախպեր, Չարլի ջան, լավ ուղատորը շատ ենք ունեցել, բայց լավն ավելի շատ է եղել։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ քո նման մեծ ախպեր ունեմ, որ այդպես աշխատել եմ, որ այդպես հաց եմ կիսել։ Միշտ կարոտով, Չարլի ջան, Ռումելյանական տարի է, բայց դե թիվա, ոչինչ, ոչինչ չի ասում։ Միշտ առողջ ես ու իշքան մենք կամ կիլովակապես վարիգեցիք հեռուներից։ Դու միշտ շտելն ես քո պիկնիկայինի հետ միասին, քո ստեղծած, քո երեխայի հետ միասին։ Ամենաջերմ աղթանքները քեզ, ախպերս։ Դու իմ Չարլին ես, ես քո Ռուքայան, դու մեր անցած օրերի կարոտն ես, մենք քո հարազատն ենք, դու իմ էտոնի հոպարն ես, նա քո շաքարը, ծնունդդ շնորհավոր, առողջ ու երջանիկ լինես հարազատս։ Ամենը վերցը վերցկապել ջանեսու ես ահավոր վատ եմ տանում մի խոսքով հենց ես վիճակի եմ մնում հիշում եմ Բոգդանի Գորժենցը հիվանդան մեր թե չէ զանգում էր թե արի իրար հետ տնքանում գնում ենք իրար հետ տնքում վայ Ամին ես վիճակն աներով կլս վերն ջանիտ Սենց անմաքուր կտով, կիտով ռոնգով, բայց առողջ սրտով շնորհավոր ու ծնունդը, ձավը տանը, ախպեր ջան, իմ լավ ինգեր, իմ լավ պարտունյոր բեմական, բգիտես ես կես հետ ինչքան հիմարություններ ու այլ, չայք է տալու հիմարություն, ու միշտ հիշում եմ, միշտ չեմ մորանում երբեք, որտեղ գում ուզանն ասմա, լավ տաղամարդ կես, մի քիչ կես տաղամարդ հավალი պահի, անիջապես հիշում եմ հողմացիք Միրոնի անջալեղ դիպլիպիտոն, քու տեքստ է, մեղավի որ տաղամարդին ծրին, նա պերջան, լավ եմ, Չարլի ջան, ես կեզ շատ կարոտում եմ ախպերջան, Քեզ պինդ պահի է, առողջ մնա ամենակարևորը, քո տիկնոջը, քո երեխեքի, քո թորոների, քո թաշրակյուսով, Երմեն ջան, լավ է, բակա,
Աղքատ մարդու օրը կտրի։ Այ մարդ, այսօր ծնունդի ենք հրավիրված։ Գիտեմ, հեն էկրանին գրած է 75-55։ Ապրի արևդ։ Այս ոսոր մեր հին Մոսկվիչի համարներն է լի։ Սեթո, ասում եմ, ոչ նվեր ունենք տալու, ոչ էլ մի կարգին հանգնելու շոր ունեմ։ Աղջի, այն օրը մի սնդուկ շոր ու կտոր են բերել, ինչ է լավըտ քանը։ Սեթո ջան, ասում ես էլի, որը հակա, որը նվիրեցինք, որը ծախեցինք։ Բա մնացած է։ Այն մնացածն էր, Մելիքյանն ասեց, խոմենակ դուք չեք, այն տիկնիկանոցում լիքը տկլոր տիկնիկներ կան, տարավ նրանց համար շորեր կարեց։ Ստի են ասում էլի, ով շորերը բերի, ով գնա սանատորիա։ Ադու չգիտես, Սեթո ջան, մեր Մելիքյանի բարի սիրտը, բանալ մեկին տկլոր կթողե։ Չէ։ Բա ինչ տեգնվեր տանի։ Լսի, մտքովս մի բան անցավ։ Արի գնանք մի կարգին երկ հորինենք։ Կանք նվիրենք մեր սիրելի Սերգեյ Մելիքյանին, ինչ ասիր։ Բա ուրիշ վաղտ ասում ես սանսելու խմի ես ո՞ս տև երկ։ Այ մարդ ես կպարապեմ հետդ գնացինք, գնա, ճիշտ խոսա։ Սեթո։ Ուրեմն այսպես, հասկանալի է, այսպիսի ներկայացումներով Հոբելյարը նպաստել է մեր երեխաների գեղագիտական դաստիարակության։ Նրա տարիներին էլ ավելի ավելացնենք, չէ պարոն դատավոր։ Լսիր դու, ինչու ես այդքան ուզում, որ նրա պատժին ինչ-որ տարիներ ավելացնենք, հա? Որովհետև նա ապացուցեց, որ անշունչ տիկնիկը կարող է ավելի կենթանի լինել, քան որոշ մարդիկ։ Սպասեք, դահլիճում տեսնում եմ այլ վկաներ, ապա լույսը վառեք։ Լույսը վառեք։ Համաձայն եմ կարելի է ես մի խոսք ասեմ, պարոն դատարան։ Խնդրեմ։ Ուզում եմ, տեսում եմ, որ քաղաքի մտավորականներից շատերը այսօր դահլիճում են։ Ով կարող է վկայություն տալ։ Խնդրեմ։ Տեսա։ Մեր սիրելի ինստիտուտի, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, միջազգային մրցանակների դափնեկիր, արդեն նույնպես բավականին մեղքեր գործած պարոն Էլֆիկ Զոհրաբյանին, խոսում է։ Մեղքերը 2004 տարի կարող եք տալի մեղքերի համար։ Հարգարժան դատարան, դուք ոնց հասկացած հարս ծուր հայրների թագավորությունից եք։ Միջայլոց դերասանները ներսրտում են, որ մեկը հումոր կարող է ունենալ և ունենալ, մեկը կարող է չունենալ։ Այ առաջարկում եմ հումոր չունեցողներին բաժան։
Պարոն Զորաբյան, Այո։ դուք հեքիաթներ եք գրում, այո, դուք երևի այս աշխարհից չեք, հա։ Չգիտեք, որ կարևոր եւ լավ գործանողին պետք է պատժել։ Սխալ է։ Սխալ է։ Ճիշտ է, սխալ խոսք սխալի մասին։ Հա։ Այսպիսի բանաստեղծություն ունի պարոն Սևակը։ Գժվել է գարունը, և օդինով է, և լույսից, լոկ լույսից կարող է մայրանալ, կարող է մայրանալ մինչև իսկ չբերը։ Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը, իմ գլխի և սրտի այս բեռը, որի տակ գինած ես մարմինս քարշում է ուտացել։ Քարշում եմ, չեմ խորում, և դա իմ խորել է, չեմ լսում, չեմ ուզում ընդունել ոչ մի ձայն, բայց անվերջ լսվում է թե իմ մեջ, թե իմ շուրջ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է։ Ինչ-որ բան սխալ է հենց երկրի առանցքում, որ ուղիղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ։ Ինչ-որ բան սխալ է մինչև իսկ լույսի մեջ, որ պիտի ունենար ծանրություն ու կշիռ։ Թե գրոնն է սխալ, այդ վաղուց հայտնի է, բայց միտեղ սխալ չէ և հավատ կոչվածը։ Ինչ-որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ և ստույգ կոչվածն է ստույգ վելավերսում։ Ինչ-որ բան սխալ է և արյան մեջ չհեղվեր, հեղվելիս ինչու է մակարդվում։ Թե ձերքն է երկարգում գավաթին ուսահատ, սխալ է և գինին չի խեցվում կողորդվում։ Սխալ են ջրերն էլ, հոսում են վերից վար, վերից վար, վերից վար անընդհատարկում է։ Կոշկատակն է սխալ, հողից է մեզ կտրում, սխալ է և հողը, հարմնվում ծախվում է։ Սխալ է կրակն էլ, ինչիս է մխալ։ Լրությունն է սխալ, մեր թևերն է պետրում, իսկ անգեղծ խոսելը, սխալ ու սխալ է։ Սխալ կանկասկած և նրանց արանքում, ովքեր անգեղծ ձգտում են շտկելու սխալը, և ամեն անգամ շտկելիս փորձում են և անում են նոր սխալ։ Սխալ է ձգտումը։ Մեկ գլխով ինչ անել, երբ այսքան դժվար է անսխալ ապրել։ Հետո ինչ դուրս եկավ, սխալ է ատելը, սխալ է սիրելը, այրվելը, մխալը, սխալ է անկասկած և այսպես դատելը, ուսի և այս երգը սխալից սխալ է։ Հիմա ցուցմունք կտա Վանաձորի պետական համալսարանի բազմավաստակ մեղսագործ պրոֆեսոր Տիկին Թերեզա Շաբերդյանը։ Տիկին Շաբերդյան, ուզում եմ հարցնել, որպես վկա, դուք մեղադրյալի գործունեության մեջ հանցավոր տարեր չեք նկատել։ Օրինակ նրա տիկնիկների լեզվի մեջ շարաշուսական կամ բարբարային խախտումներ չեք տեսել։ Ես թույլ տվեք իմացել ձեր հարցին չպատասխանեմ եւ ասեմ այն ինչ որ մտածում եմ։ Ես հիացած եմ այսօրվա միջոցառումով։ Կեցեն այսօրվա միջոցառման հեղինակները։ Բավականին ճաշակով է եւ ինչքան անցնում է, որքան խորանում է, ես զգում եմ, որ այստեղ արվեստը իր բարձրակետին է։ Ես թատերագետ չեմ, սիրում եմ թատրոնի մարդկանց, բոլորին, առանց բացառության, բայց սիրողական մակարդակով եմ սիրում։ Եվ ես այստեղ նայում եմ, որ ես մի երկու օր առաջ մտնում եմ համալսարան դասը գնալու, տեսնեմ անցակետի պահակը հետևիցս վազում է, թե Տիկին Շաբերդյան, հրավիրատոմսովիկ։ Նայում եմ տեսնում Սերգեյն է, ու առաջին բանը, որ ուշադրությունս գրավեց, 55-ն է։ Ես կարծում եմ, այդպես մտա, որ 55 տարեկան է, և բոլորին չզարմացա, որտեղ իրոք նա 55-ի վկայություն ունի, որ ինքը այդքան է։ Մի խոսքով, գիտեք ինչ է հետաքրքիր, որ ասենք կան մասնագետներ, կան մարդիկ, որոնք մասնագիտական ինչ-որ սահմանափակություն չունեն։ Նրանք այն մարդկանցից են, որոնք սիրում են բոլորը, առանց բացառության։ Ոչ ոք չի հիշում, թե կոնկրետ ասենք Բելիկյան, Սերգեյը,
Թատերական աշխարհի որ կողմը ներկայացել չէ, ինք ուղղակի սիրված է բոլորի կողմից։ Ես անմիջապես ես զգում եմ, որ այստեղ նստած են հենց այդ մարդիկ, որոնք լայն այսպես շրջապատ ունեն ու միշտ կան այսպիսի միջոցառումների։ Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ։ Այսօրվա եղանակը մի տեսակ ուրիշ բաներ թելադրում, երբ ես եկած տեսա շատ ուրախացա, որ մենք բոլորս այսօր Սերգեյի կողքին ենք։ Ասեմ, որ հրավերատոմսը ստանալուց հետո ես անմիջապես տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում եւ առաջին արձագանքողը հաստորեն առաջին արձագանքողը տեսեք ով էր։ Որ այդ առանձնանալն է, իսկ ես ասեմ։ Շատ ուրախացա այդ արձագանքից։ Քիչ առաջին տեղ խոսեց, շնորհավոր Չարլի ջան, իմ էջին։ Հին ու բարերորին բամական խաղանգեր, ես կբացեմ 3 քույրերի ճամպրուկը և իրինան ուղերձը կհղի իր թանկագին Իվան Ռոմանիչին։ Սա ինձ մոտ է գրել։ Հիմա ես քո մասին շատ եմ կարող եմ ասել Չարլի ջան, բայց ուզում եմ ասել հետևյալը։ Այսօր անցավ, հիմա խոսիր վաղվանից։ Ինչ չստացար, սիրտ սպասիր վաղվանից, այսպես տարիք են ասում ու դեր, կյանքդ պիտի նորը սկսվի վաղվանից։ Կասեր Սիլվա Կապուտիկյան։ Ես մեկ նորություն ունեմ։ Ապա։ Մեղադրյալը հանցակից ունի։ Ինչ։ Այո, պարզվում է, որ Գյումրեցի մեղադրյալին ինտերկապ բարեգործական միությունը պարգևատրել է լորվա ասպետ մեդալով։ Գյումրեցի լորվա ասպետ։ Այդ որ մեղքի համար, հա։ Եկեք խոսքը տանք Հոբելյարին։ Այո։ Համեցեք։ Համեցեք։ Բարեկամներ, նորից ողջունում եմ բոլորիդ։ Ասեմ նաև, որ իմ գործունեության 55 տարիների ընթացքում ես միշտ կանգնած եմ եղել բեմում, հանդիսատեսի դիմաց եւ երբեք չեմ այսքան կաշկանդվել եւ հուզվել։ Այսօր ինձ համար շատ դժվար է խոսել ոչ միայն նրա համար, որ ես այստեղ կանգնած եմ, այլ նրա համար, որ մարդ իր մասին դժվար է խոսում, կարծիք հայտնում, նկարագրում եւ այլն։ Իմ փոխարեն իմ մասին խոսեցին իմ տիկնիկները, իմ աշխատանքային ընկերները, ինձ բարի մաղթողները, ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր սիրելի քաղաքապետին, որը միշտ մեր թատրոնի բարեկամն է եղել, կրթության և մշակույթի բաժնին, որ միշտ սատարել են մեզ, օգնել են ամեն հարցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Երևանի թատերական գործիչների միության նախագահ պարոն Ղազանջյանին ինձ պարգևատրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորի բարեմաղթանքների, բարի ցանկությունների, գովասանքների ամեն ինչի համար, որը մի խոսքով իմ մոտ իմ ապրած կյանքի արժեքավորում էր։ Շնորհակալ եմ, թող Աստված խաղաղություն տա մեր երկրին, պահպանի մեր ժողովրդին, թող բոլորի օջախներում արև լինի ժպիտ ուրախություն։ Ես բոլորիդ սիրում եմ, միշտ մնացեք իմ հոգում, իմ աղոթքների մեջ։ Ես
Շարներ կանել բացեցի ու քեզ Չարլի կոչեցի Minor padron կատեցի, շատ նիմի մեր սարկեցի, նգադեցի, սիրեցի, ոման կուծե ալեցի Հինչեսենք դելաբջան, շատ չարջերվա, հուտակրվա, բայց պոշման չէ, հավադա, ձեր չարմիներն ավսեկնա Ուշադրություն, դատարանը վճռեց Սերգեյ Մելիքյանին դատապարտել 100 տարի մնալ Վանաձորի տիկնիկային թատրոնը, հողտանել տիկնիկների առողջությանը և վարքին, նոր ներկայացումներով վայստացնել խաղացանկը և անպերտուշ նպաստել տիկնիկային արվեստի զարգացմանը, ոչինը անփոփոխ է և մեկնել ենթակա չէ։ all the love